Եթե պատգամավորն իրապես ցանկություն ունի արդյունավետ կերպով աշխատելու, պետք է հիմնականում գտնվի ազգային ժողովում, զբաղվի օրինաստեղծ գործունեությամբ եւ միևնույն ժամանակ հասանելի ու տեսանելի լինի քաղաքացիների համար։ Սա յուրատեսակ կարգախոս է դարձել ազգային ժողովի անկախ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համար։ Խոստումները նրա պարագայում տրվում են միմիայն իրականացնելու համար, այլ ոչ թե գրավիչ ու արդարամիտ երևալու դատարկ մոլուցքով։ Ավելի քան 4 տարիների ընթացքում Էդմոն Մարուքյանը կարողացել է հանդիպել հազարավոր քաղաքացիների հետ, լսել նրանց բողոքները, մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք էլ իր գործունեության հիմնաքարն են դարձել եւ օրենսդրական նախագծերի, ելույթների առաջնային թեման։ Վանաձորում գործող գրասենյակը, հանդիպումները, համացանցն իր հնարավորություններով, անգամ հեռախոսազրույցները բնակիչների համար ստեղծված հատուկ պայմաններն են, որ հաստատում են մարդու եւ քաղաքական գործչի նրա ազնիվ տեսակը։ Այս մերը վերի շենքն է, այսպես օգնի շենքն է։ Կարելի է երկու հատ լուսնել, լույսի ստոլբին էլ կա, պրոժեկտորն էլ կա։ Դուք ստեղ համատիրություն ունեք, համատիրություն ո՞վ է բան։ Մերը համատիրություն ոնց եք աշխատում։ Համարը իրաց հետ չենք աշխատում, ոչ իրանք են մեզ նայում, մենք ոչ մենք ենք իրաց նայում։ Որովհետև բրախած անտեսություններ։ Բակային հերթական հանդիպմանը Էդմոն Մարուքյանի հետ զրուցեցին իրենց քաղաքից, իրենց հանրապետությունից հիասթափված ու հուսալքված քաղաքացիները։ Լուսավորության եւ խաղահրապարակների բացակայությունը նրանց ուզող առաջին ու միակ խնդիրը չէր։ Շենքերն են անմխիթար վիճակում, շքամուտքերն ու տանիքները։ Բակի ծայրամասում գտնվող Հայփոստի նախկին շենքը դարձել է քաղաքային զուգարան։ Դիմել են պատկան մարմիններին։ Շատ վատ կարգավիճակ է։ Տարելա քաղաքային տուալետ, առաջին հերթին։ Բայց պետք է ասել եմ, ասելադեմ է քաղաքապետը։ Մադինի քաղաքապետը, վերջապես այս քաղաքի շահերը պաշտպանի։ Նրանց մտահոգում է նաև իրենց խոսքով բանկային ողբերգությունը, կողոպուտ է ասում են, համատարած թալան, որին ճակերտավոր ասած զոհ են գնացել շատերը։ Էդմոն Մարուքյանը չի ժխտում, բանկային համակարգն իսկապես պատուհասել է մեր երկրին, որպես համատարած հիասթափության ու անվստահության հակակշիռ, անկախ պատգամավորը եւս մեկ անգամ հորդորում է, հարկավոր է տեր կանգնել սեփական հայրենիքին, պաշտպանել իրավունքները եւ հավատալ, որ շատ ծաղիկներն ի վերջո մի օր կբերեն այդքան բաղձալի գարունը։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։